Հայաստան է գալիս մեծ համերգով օտարականը։ Օտարականը սկսել է ստեղծել դեռևս վաղ մանկությունից, Բեյրութում քաղաքացիական պատերազմի ժամանակ ապաստարաններում նվագելով եւ ստեղծագործելով, ինչպես նաեւ նա ստեղծագործում էր հենց ջութակահար հոր խորհրդով։ Արամ Ալիքյան անունը բազմիցս թնդացել է Գերմանիայում, իսկ այժմ թնդում է Իսպանիայում եւ Հայաստանում։ 2022 թվականին իսպանական Պլանետա Կալեա ճամփորդական շոուի շրջանակներում Արան եկել էր Հայաստան եւ Դիլիջանում հանդես էր գալիս որպես փողոցային երաժիշտ։ Շատերը անգամ գումար էին նվիրաբերում նրան, մի անգամից չճանաչելով համաշխարհային աստղին։ Արան մեծ եղեռնի գաղթականների սերնդից է, ում պապիկը հրաշքով փրկվել է, ձևացնելով, թե երաժիշտ է, գրկում ամուր պահելով այն ջութակը, որը հիմա նվագում է մեծանուն երաժիշտը։ Այդ իսկ պատճառով նրա ելույթները նման չեն սովորական համերգների, դրանք ողողված են էմոցիաներով, պարով եւ հուզական էլեմենտներով։ Օտարական։ Այսպես է նա իրեն կոչում, քանի որ ինչպես ինքն է ասում, այդքան ճամփորդելով եւ մշտական բնակության վայր փոխելով նա միևնույն է իրեն զգում է որպես հյուր եւ միայն Հայաստանում է, որ գտնում է իր իրական ոգեշնչման աղբյուրը՝ իր պապերի հողը։